Ժողովուրդը գրում է. ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի դիրքերի թուլացման մասին խոսակցությունները երեկ ստացան հերթական դրսևորումը։ Իշխող կուսակցության վարչությունը մերժեց նրա ամենամոտ թիմակիցներից մեկին Հասմիկ Հակոբյանին, որը միաժամանակ առաջադրվել էր ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում։ Խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի եւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի մասին է։ Առաջինի նախագահի թեկնածուի պաշտոնում ՔՊ-ն ընտրեց Զարուհի Բաթոյանին, երկրորդում Տրդատ Սարգսյանին։ Հատկանշական է, որ ընտրված թեկնածուներից ոչ մեկը կուսակցության վարչության անդամ չէ։ Մինչդեռ Հասմիկ Հակոբյանը վարչության անդամ է եւ համարվում է Ալեն Սիմոնյանի ամենամտերիմ թիմակիցներից մեկը։ Թերթի ԿՊԱ-ական աղբյուրների փոխանցմամբ երեկվա քվեարկությունները պատահական չէին եւ փաստացի խորհրդանշեցին Սիմոնյանի ներկուսակցական ազդեցության նվազումը։ Նույն աղբյուրների գնահատմամբ նրա քաղաքական մեկուսացման գործընթացում առանցքային դեր են ունեցել 3 կանայք։ Օգնականից խորհրդական դարձած Աշխեն Հայրապետյանը, որը հայտնի է իբրև Սիմոնյանի արդուկանող, նախկին օգնական այժմ պատգամավոր եւ ԿՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաեւ Աժ-լրատվության վարչության պետ Հովիկ Աղազարյանի նախկին օգնական Լաուրա Անտոնյանը։ Իդեպ օրերս նրանք միասին հանգստանում էին Իտալիայում։ Ըստ թերթի ԿՊԱ-ական զրուցակիցների, հենց այս եռյակն է տարիներ շարունակ ձևավորել Ալեն Սիմոնյանի ամենամերձավոր շրջապատը, վերահսկելով նրա հանդիպումները, սահմանափակելով բազմաթիվ շփումներ եւ տարբեր խարդավանքների միջոցով հեռու պահելով շատերին Սիմոնյանից։ Արդյունքում ըստ աղբյուրների Սիմոնյանի հարաբերությունները լարվել են թե կուսակցության ներսում, թե դրանից դուրս, իսկ երբ ստեղծվել է հարմար քաղաքական իրավիճակ, տարիներով կուտակված դժգոհությունները միանգամից դուրս են եկել առաջին պլան։ Հրապարակը գրում է. Հանրապետության հրապարակում ժողովրդին մեծ երթումներ տվող ագորա եւ կոլեկտիվ կառավարում խոստացող մարդը 8 տարում բացարձակմեն իշխանություն է հաստատել երկրում եւ կուսակցականացրել ողջ երկրի կառավարումը։ Հիմա արդեն ոչ ԿՊԱ-ական պաշտոնյաներ ու ՔՊ խմբակցության անկուսակցական падգամավորներ մոմով չես ճարի։ Երկրի թիվ 1 քաղաքական մարմնի խորհրդարանի ՔՊ խմբակցությունն անգամ օտարված է երկրի կառավարումից։ Ինչ կառավարում։ Իրեն վերապահված ազգային ժողովի հանձնաժողովների կազմի ձևավորումից։ Երկրի բոլոր կարևոր որոշումները կայացնում են ՔՊ 20 հոգանոց վարչությունում։ Թեպետ դա էլ է ձևական, ուղղակի 20 հոգու միջոցով իր ցանկությունները լեգիտիմացնելն ավելի հեշտ է։ Ինչ է նշանակում ազգային ժողովի պաշտոնների թեկնածուներին ընտրել կուսակցության ղեկավար մարմնում։ Սա խորհրդարանը որպես քաղաքական մարմին ոչնչացնելու ուղիղ ճանապարհն է։ Ոչ միայն խորհրդարանը, այլ ցանկացած կառույցի հետ է այսպես պարվում։ Ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, իր հաղթանակի մասին է հայտարարում։ ՍԴ քննությունը չավարտված ազգային ժողովի նախագահի անունն է հրապարակում։ Ազգային ժողովը պաշտոնապես չձևավորված մշտական հանձնաժողովների նախագահներին է ընտրում։ Ամենայն հայոց կաթողիկոս նշանակելու հայտ է ներկայացնում։ Լրիվ Կոմկուսի ժամանակներն են հետ եկել։ Բայց միայն ընտրովի պաշտոնները նշանակովի դարձնելը չէ խնդիրը։ Մտովի իրար կողքի դրեք այս իշխանության ձևավորած կառավարության խորհրդարանի ղեկավար անձանց լուսանկարները։ Այդ վինետկայից միանգամից հասկանալի է դառնում, թե ինչու է մեր պետությունն այս խոր փոսի մեջ։ Դրանց մեջ ոչ միայն պրոֆեսիոնալ գրագետ կադրեր չկան, պրոֆեսիոնալիզմի պակասը չարյաց փոքրագույնն է։ Դրանց մեջ սեփական կարծիք ունեցող մարդ չկա։ Մարդ, ով երբևէ կհամարձակվի շեֆի ամենաաբսուրդ հանձնարարությանն առարկել կամ սեփական նախաձեռնությամբ որևէ քայլ անել, կամ իր ղեկավարած կառույցը ծառայեցնել բուն նպատակին։ Փաստը գրում է, չնայած շաբաթը դեռ միայն կիսվել է, բայց հիմնական քաղաքական իրադարձություններից մեկը կարելի է համարել Երևանից Մոսկվա հայկական կողմի նախաձեռնությամբ կատարված հեռախոսազանգը։ Վերջին շաբաթներին Փաշինյանական իշխանական քարոզչությունը կենտրոնացած է հետևյալ թեզերի վրա։ Ամեն ինչ ուղղակի հրաշալի է, հայկական գյուղմթերքը հեղեղել է Եվրոպայի շուկաներն ու խանութները։ Եվ մեկ էլ հոպ, կառավարության պաշտոնական կայքում հայտնվում է այսպիսի ձևակերպում. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդակցության մեջ։ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչպես տեսանք, ոչինչ էլ տեղի չի ընկնում։ Ռուսաստանն այդպես էլ որևէ կերպ չշնորհավորեց Փաշինյանին ինքնավերարտադրության առթիվ։ Հակառակը, ել ավելի խստացրեց մոտեցումները։ Հա, այստեղ մի շեղում, երբ Փաշինյանը հարցնում է՝ չի ուզել, չի շնորհավորել, բայց այդտեղ հարց կա, թե ինքնում հետ էր խոսում, երևի մոռանում է, որ ինքը դեռ նախկին վարչապետ է, իսկ նոր ընտրությունների արդյունքում այդ պաշտոնը կզբաղեցնի օգոստոսի 3-ից։ Երևի։ Ինչ վերաբերում է շուկաներին, ապա օրերս այդ առնչությամբ միանգամայն հողեղեն դիտարկում արեց ԲՀԿ նախագահ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը, նկատելով, որ ադրբեջանցիները ու ոչ միայն ինտենսիվորեն զբաղեցնում են Ռուսաստանի շուկայում առաջացած բացը։ Այսինքն ուրիշները գրավում են այն խորշերը, որոնցից հայկական գյուղմթերքը ինտենսիվորեն դուրս է գալիս։ Ընդհանրապես տնտեսագետներն էլ նշում են, որ տարիներով ձևավորված շուկաները կորցնելը շատ
հեշտ է, բայց եթե նույնիսկ Ռուսաստանը ցանկանա վերականգնել հարաբերությունները, այդ նույն շուկաները վերգտնելը սարսափելի բարդ է լինելու։ Փաստը գրում է. Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ ի ցույց են դնում պետական ապարատն ու օրենսդրական լծակները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու անթաքույց մոլուցքը։ Հեծը հանրային գերակաշահ ճանաչելու պատրվակով կազմակերպված ձևական ու 14 րոպեանոց լսումները լավագույնս ապացուցում են, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան մասնավոր սեփականության բացահայտ եւ ապօրինի յուրացում։ Տարիներ առաջ, երբ հայտնի գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանն ու Տաշիր խումբը ռուսական կողմից ձեռք բերեցին հեծը, ընկերությունը գտնվում էր ծայրաստիճան քայքայված կորուստներով լի եւ կառավարման տեսանկյունից կաթվածահար վիճակում։ Հսկայական ներդրումների, ռազմավարական ճիշտ պլանավորման եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ աշխիճ ցանցերը կարճ ժամանակում վերածվեցին բարձր մակարդակի, կայուն եւ հուսալի համակարգի։ Սակայն այսօր օրվա իշխանությունը լիովին անտեսելով տարիների կատարած աշխատանքն ու ներդրված միլիարդները, պետական մեքենայի ամբողջ գործիքակազմն ուղղել է մասնավոր սեփականությունը բռնագրավելուն։ Սեփականատիրոջից ընկերությունը փաստացի չնչին գումարով օտարելու անհեթեթ առաջարկը վկայում է գործընթացի սնանկության եւ քաղաքական ենթատեքստի մասին։ Սա ուղղակի եւ կործանարար ազդակ է ողջ բիզնես միջավայրին ու հնարավոր ներդրողներին։ Հայաստանում այլևս որևէ լուրջ գործարար չի կարող պաշտպանված գալ, երբ պետությունն ունակ է ցանկացած պահի ձեռնամուխ լինել կայացած ու հաջողված բիզնեսի զավթմանը։ Ակնհայտ է, որ իրավական ու տնտեսական հիմքերից զուրկ այս գործընթացը չի մնալու անպատասխան։